Եթե մեզ ոչ մի ենթակառուցվածք չենք կառուցելու, ուղղակի ուզում ենք արկա իրավիճակը պահպանենք, բնականաբար մեծ հզորություններ պետք չեն, այդ թվում ատոմային կայան։ Բայց եթե մենք ուզում ենք այդ ունենք այդ հավակնությունները եւ գործնական քայլեր ենք անում լինել էներգետիկ հաբ, ունենք այդ պոտենցիալ էլեկտրաէներգետիկական հաբ, հավակնոտ է հնչում, բայց հավաստիացնում եմ մանրամասը կարող ենք քայլ առ քայլ ասել, թե դա ոնց է հնարավոր իրականացնել։ Շատ դժվար է, բայց հնարավոր է։ Ապա մեծ հզորություններ են պետք։ Եվ վերջի Հայաստանը ինքը կարծես թե հետ չի մնում կամ չի ուզում հետ մնա այս նոր տեխնոլոգիաներից AI-ի գործարան, data center եւ այլն եւ այլն։ Այդ ամիջը եւս էներգատարություն եւ կայուն, այո, որակյալ էլեկտրաէներգիա, որովհետեւ Մարիվային կայանների հետ կապված իհարկե մենք հիմա ունենք տեղակայված մեծ հզորություններ, բայց չենք կարող այդ կայունությունը ապահովել։ Ես ես հավաստիացնում եմ դեռ որոշ շարքի ժամանակ այդ այդքան գովազդված կուտակիչները եւս չեն կարող դա ապահովել։ Դա թանկության խնդիր կա, օրենքը դեռևս ընդունված չի, Հայաստանը չունի համապատասխան օրենք այդ կուտակիչների մասով։ Կարող այս տարի կարծում եմ մինչև խորհրդանական ընտրությունները դա կընդունվի, բայց այնուամենայնիվ բազմաթիվ տնային աշխատանք ունի Հայաստանը անելու, որովհետև եթե այդ չարվեց, իմ խոսքը ուղղակի գեղեցիկ բառերի շարան է, բայց եթե այդ ամեն չարվեց, դա կարող է իրական ռազմավարական երկարաժամկետ ծրագիր դառնալ։